Պաշտոնապես հայտարարել են, որ Մարկո Ռուբիոն է գալու Հայաստան։ Բարի գալուստ, միշտ ուրախ ենք միջազգային հյուրերի համար, ուրախ ենք բոլորի համար։ Բայց չենք կարող չնկատել, որ այս եվրոպացիների այցը, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը խոշոր հաշվով նախընտրական քարոզարշավի է նմանվում։ Ալիևից սկսված լծված են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։ Ու դա անում են ձեզ մի հատ ուղերձ փոխանցելու համար։ Ուզում են ձեզ ասեն, որ տեսեք ինչ մարդիկ են իրա կողքը, ժողովուրդ ջան, ամեն ինչ որոշված է, վճռված է, դուք էլ շանս չունեք, ժողովուրդ, սուտ են ասում եւ սխալ են ասում։ Նույն այդ պաշտոնյաները Հունգարիա էին գնացել ընտրություններից մեկ շաբաթ առաջ, աջակցում էին գործող վարչապետին, արդյունքում պարտվեց։ Ինչ է այս ամբողջի դասը մեր համար։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա ընտրության, գնա տեղամաս, ինքը իր քվեով որոշի իր ճակատագիրը, ձևավորի իշխանություն, դրա հետ հաշվի են նստելու բոլորը։ Թրամփն էլ, Պուտինն էլ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, դուք եք որոշում ձեր ճակատագիրը, Հայաստանում է որոշվում մեր ճակատագիրը, նրանք ովքեր այսօր աջակցում են Նիկոլին, առաջինն են շնորհավորելու նոր ձևավորված իշխանությանը։ Դրա համար, ժողովուրդ ջան, պարզ ընտրության առաջ ենք, մի կողմից Ալիևի սրտի թեկնածուն, այդ սրտիկները ոչ մեզ է, ոչ ձեզ է, դա Ալիևին է, Ալիևի սրտի թեկնածուն, մյուս կողմից հայերը իրենց թեկնածուներով, մենք չենք կարող Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի միջև չընտրել Հայաստանը, դրա համար հունիսի 7-ին մենք ընտրում ենք, հունիսի 7-ին համար, Հունիսի 7-ին համար շնորհակալություն։